Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Armenpress-ի հարցինի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կեղծ խոսույթին։ Հայաստանի Հանրապետության տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա, Արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են, նշել է Բադալյանը։ Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ նորություն չունեմ, բայց մենք պատրաստ ենք, այսօր ասուլիսում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Դա Եվրամիության անդամակցության մասին օրենք չէր, սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին նախագիծը, եթե ինչպես ասել է արտգործնախարարն, այդ ուղղությամբ բանակցություններ չեն տարվում եւ Հայաստանը նման հայտ չի ներկայացնի։ Փոխվարչապետ Մերի Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական ազդաժողովի խորհրդի հերթական նիստին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր, տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել։